Ջան, անկոմեդի, բան նախագահ հարց ու ենթահարց, հարցս հետևյալն այսքան բանակցային ձեռքբերումներ ունենալուց հետո ոնց ստացվեց, որ այսքան արագ մեր դիվանագիտական կորպուսը փաստորեն փլվեց, իմունային ոչ մի դիմադրություն չուներ այդ ամեն ինչին, եւ մի կողմից էլ մեր գործընկերներն էլ կարծես թե չասեցին, բայց սա կուտակած կապիտալը եւ համաձայնվեցին, տենց կոպիտ ասած ամեն Պրահայից հետո տենց շատ ինիցիատիվայով այսպես համաձայնվում էին ամեն ինչին, ինչի դեմարշներ չեղան եւ շարունակվում են չլինել ամեն անգամ եւ sense փոքրիկ ենթահարցել Բասերժի վաղտ ինչի sense հանդիպումներ չեք կազմակերպում ձերցեք ինչիման եք ուսի Նայեք ջան Սերժի վաղտ ես աշխատում էի Հասկանում եք Ուրեմն Իսկ թե իրոք, իսկ եթե լուրջ, ապա դες արտաքին քաղաքականությունը ունի բազմաթիվ առանձնահատկություններ։ Այն խնդիրները, որ դու փորձում ես լուծել, հրապարակայնացնելուց հետո դառնում են քեզ համար խնդիրներ, մեծ մասը էլի։ Իրոք դառնում են խնդիրներ։ Եվ ավելի նպատակահարմար էինք մենք գտնում, որպեսզի այդ խնդիրները լուծեինք մեր ազգային շահերից ելնելով, քան թե սարքեինք խնդրեմ։ Ինչը նկատի ունեմ ես, հա? Օրինակ, կոնկրետ օրինակ կարող եմ բերել։ Մենք իհարկե ազգովին դժգոհ էինք, որ Ռուսաստանի Դաշնությունը զենք զինամթերք վաճառում Ադրբեջանին, հա? Ես իհարկե հրապարակավ անդրադարձել եմ այդ խնդրին, բայց անդրադարձել եմ այնպես, որ որևէ ռուս փորձագետ չկարողանա կշտամբել, հա? Ես ասել եմ, որ մեր ժողովուրդը ծանր է տանում եւ ցանկացած հարցի պարագայում ես միշտ ասում եմ Բա ուզում եք հակառուսական տրամադրություններ առաջանան, թե չէ։ Ես կարող էի բազմաթիվ այլ ձևեր ասել, չէ՞, այլ բաներ գտնել։ Բայց հրապարակավ դրա մասին չխոսելով, մենք հասանք նրան, որ ունեցանք մի հաստափոր այսքան ցուցակ Ռուսաստանի Դաշնությունից ռազմատեխնիկական օժանդակություն ստանալու։ Եվ նվազագույնը 1500 ռեյս Il-76 նստել Երևանի օդանավակայաններում։ Չհաշված նաև ավելի մեծ տարողունակությամբ ինքնաթիռներ, որոնց մասին հենց ուղղակի գա խոսեմ, էլի։ Դες նորից եմ կրկնում, կա ընտրություն, ինչպես և որքան հաճոյանալ հանրությանը։ Եթե դու նախընտրում ես քո հանրությանը հաճոյանալ, այդ նշանակում է դու բազմաթիվ խնդիրներ ես կուտակում։ Սա շատ ակնհայտ է։ Դու պետք է հասկանաս, ես նկատի ունեմ կառավարիչը և այդ կառավարության անդամները պետք է հասկանան, որ իրանց միայն Հայաստանում չեն լսում։ Զուգահեռաբար լսում են Ադրբեջանում էլ, Ռուսաստանում էլ, Թուրքիայում էլ, Իրանում էլ, Եվրոպայում էլ, գումարած հլա այդ երկրներում գտնվող հայկական համայնքը։ Եվ շատ պարագաներում հայ ժողովրդի, այսպես ասեմ, ակնկալիքները որևէ կերպ չեն համընկնում այդ երկրների կարծիքները։ Դրա համար պետք է խնդիրներ լուծես եւ ոչ թե հաճոյանաս քո հանրությանը։ Իհարկե չբացառելով, որ հանրության հետ էլ պետք է աշխատել, միանշանակ պետք է աշխատել։ Դե մենք հնարավորինս չափ աշխատում ենք, ինչ ասեմ։ Միգուցե մեր խնդիրներից մեկն էլ հենց դա էր։